Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Խնդրեմ կներկայանեք։ Ուրեմն հավաքվածները եկել են Գյումրուց եւ Գյումրու գործող 92 թվականին առաջին երևի մութ ու ցուրտ տարիներին առաջի մասնավոր հիդրոկայանը, որը որ ստեղծվել է Հայաստանում, 92 թվականին Գյումրու ջրագծի վրա, Գյումրի մտնող ջրագծի վրա կառուցված հիդրոկայանը, որը որ 92 թվականից աշխատել է, մոտ 30 տարի անխափան աշխատել են, մարդիկ ստեղծել են էներգոէներգիա, էլեկտրոէներգիա արտադրվել։ Եվ արդեն մոտ 1 ամիս բացարձակ կապորեն ձևով Գյումրիոլա ջուրը բացարձակ անորեն, ապորինի ձևով դադարեցրել է մեջ հիդրոկայանի աշխատանքը, ջրազրկել է։ Մենք ունենք թույլտվություն, բոլոր լիցենզիաները եւ այլն 30 տարի ասում հիմնարկ աշխատել է։ Մարդիկ լրիվ ապորեն ձևով հիդրոկայանի աշխատանքը դադարեցրել են, այսքան մարդ մնացել են չունեն իրենց աշխատանքը, իտոգը ոնց բացատրեմ, սննդի օբյեկտ չի փակվել, ռեստորան չի, հիդրոկայան, պետական նշանակություն ունեցող օբյեկտ բացարձակ ապորինի ձևով խասեցվել է։ Մենք մոտ մի ամիս համարյա շաբաթը քանի անգամ ցույցեր են մարդիկ Գյումրիից գալիս են աշխատակիցները, ցույցեր են արվում եւ ոչ մի ռեալ քայլեր, ռեալ ոնց բացատրեմ, որևիցե ռեալ քայլ չի արվում այս երկրում հիդրոկայանի աշխատանքը վերականգնման, միգուցե մեղավորներին պատժելու, միգուցե ինչ-որ պրոցես ընդհանրապես տեղի չունենու։ Մենք այլ լծակներ կոպիտասել չունենք ֆակտիչկի, բացի գալ այս հրապարակում փորձել ինչ-որ բանի Ինչով են հիմնավորում։ Չեն հիմնավորում, ոչ մի պատասխան մենք չունենք, որը որ ռեալ հիմնավորված պատասխան մենք չունենք։ Թե ինչի են ջուրը դադարեցրել։ Իրավունքով իրենք մարդիկ ռեկետ են անում, կոպիտ ասում թողեք գնացեք։ Մեկ էլ կարող եք հիդրոկայան ստեղ կառուցել։ Ով վիոլա ջուրն է ռեկետ անում։ Այո, այսօրվա դրությամբ։ Ու մենք չգիտենք ինչ անենք, չգիտեմ։ Քաղաքապետարան, թաղապետարան դիմել ենք, բա գնում է պրոցես, կտեսնենք եւ այլն արդեն ամսից ավել ու ոչ մի ռեալ քայլեր այդ ուղղությամբ չի կատարվում։ Այս մարդիկ իտոգը շաբաթի 3 անգամ գալիս են, ոչ մի ռեալ քայլեր հասկանում եք։ Չէինք զավեշտը, որ չի փակվել ռեստորան, չի փակվել ինչ-որ սննդի ոնց բացատրեմ ձեզ, էներգետիկ օբյեկտ։ Սարիկ Մինասյանին դիմել եք, ինչ է ասում, նոր մարզպետ ունեք Արուշանյան, ինչ են ասում։ Որևիցե ռեալ ոնց բացատրեմ, ռեալ որևիցե պատասխան, բոլորը ասում են ինչ-որ պրոցես է ընթանում ու այդ պրոցեսների արդյունքը, ռեզուլտատները ոչ մի բան չկա։ Դատական կարգով փորձել եք։ Փորձել ենք դիմել, էլի պրոցեսներ են ընթանում։ Այսինքն դատարանում է գործը եւ շարժում։ Լավ, շնորհակալություն ձեզ։ Ի վերջո, այսօր վիոլա ջուրը հանդիսանում է մոնոպոլ օրգանիզացիա, հասկանում եք, ու մարդիկ ինչ ուզում, ոնց ուզում անում են։ Ինչ ուզում, ոնց ուզում անում են։ Բարձր, լավ, շնորհակալ եմ, ձեր անունը ազգանունը խնդրեմ կասեք։ Ավետիսյան Գուրգեն, հիդրոկայանի ղեկավարը։ Հիդրոկայանի ղեկավարը ինքն է, իսկ ձերը դուք եք խոսում։ Եվա, Սիմոնյա Եվա։ Շատ շնորհակալություն։